Բարև ձեզ հետ Էման է։ Հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Ինչու իմ դուստրը սեղանի շուրջ չկա, հարցրեց հայրիկը մտնելով մեր երևանյան բնակարանի շեմքը ձեռքին նվերների մեծ փունջով։ Սեղանը ծանրաբեռնված էր աղցաններով, որոնք ես պատրաստել էի առավոտյան ժամը 6-ից սկսած։ Ծառը փայլում էր, բայց ինձ այդ սեղանի շուրջ չկար։ Ես նրան դուրս եմ շպրտել, ժպտալով պատասխանեց ամուսինս, նա իմ մորը նյարդայնացնում է։ Գոհարը նստած էր հաղթական տեսքով։ Նա նույնիսկ չվերկացավ ողջունելու։ Իմ հանգիստ խաղաղ հայրիկը լուվ հանեց հեռախոսը։ Այնինչ նա արեց հաջորդ րոպեին, ընդմիշտ ջնջեց ժպիտը Գոհարի դեմքից։ Հարգելի ընկերներ, կուզենայի ավելի մոտիկ ծանոթանալ նրանց հետ, ովքեր հիմա ինձ հետ են։ Եթե ձեզ համար դժվար չէ, խնդրում եմ ասեք, թե որտեղից եք լսում մեզ։ Հետաքրքիր է իմանալ իմ լսարանի մասին, հաճելի լսումներ։ Դրանից 2 օր առաջ, դեկտեմբերի 29-ի առավոտյան, ես արթնացա ուսիս համար հրումներից։ Արան ցնցում էր ինձ, պահանջելով անմիջապես վեր կենել եւ հավաքվել Երևանի կենտրոնական կայարան։ Նրա մայրը Գոհարը որոշել էր Գյումրիից գալ Երևան նոր տարին մեզ հետ անցկացնելու։ Եվ ինչպես բացատրեց ամուսինս շապիկը հագնելով, ճիշտ հարսը պետք է անձամբ դիմավորիս կեսրոջը։ Ես նայեցի ժամացույցին։ Ժամը 8-ն է, դրսում դեռ մթնշաղ է, իսկ գնացքը ժամանում է միայն 9:30-ին։ Արա, մենք կհասնենք կես ժամ առաջ, փորձեցի ես կոչ անել առողջ մտքին, բայց ամուսինս արդեն շրջում էր բնակարանում իրերը հավաքելով այնպիսի երանդով, կարծես ոչ թե մորը, այլ ֆինանսներին էր դիմավորում։ 40 րոպե անց մենք արդեն անցնում էինք Երևանի նախնորդական խցանումներով դեպի Հանրապետության հրապարակ, եւ ես կրկին որսացի միտքս, որ Արան մորը մասին խոսում է հատուկ հարգանքով, կարծես խոսքը ինչ-որ երկնային էակի մասին լիներ։ Ամուսնությունից 3 տարվա ընթացքում ես ուսումնասիրել եմ իմ սկեսրոջը մանրակրկիտ, 56 տարեկան տնտեսագետ շինարարական ընկերությունում։ Շաբաթը 2 անգամ լողավազան է գնում, կանոնավոր թռչում է Եգիպտոս, բայց ամեն հարմար առիթով բողոքում է առողջության թույլ լինելուց։ Գնացքի կայարանում Գոհարը հայտնվեց հանդիսավոր տեսքով, կարծես նոր էր վերադարձել տիեզերքից, գնահատող հայացքով չափեց ինձ եւ զսպված գլխով արեց, նշելով իմ ինչ-որ հոգնած տեսքը։ Արան անմիջապես շտապեց գրկել մորը, մոռանալով կնոջ մասին, ում բաժին հասան 2 հսկայական պայուսակներ Գյումրիից բերված բնական մթերքներով, կարծես Երևանում բոլոր խանութները փակված լինեին։ Արդեն մեքենայում հաստատվեց սովորական ուժերի դասավորությունը։ Սկեսուրը վեհաբանորեն նստեց առջևի նստատեղին, ես տեղավորվեցի հետևում, իսկ Արան միացրեց վարարան առավելագույնի, առաջին մորը բողոքից հետո պատուհանից եկող քամու մասին։ Տղաս, դու գիտես, իմ առողջությունը երկաթե չէ, ձգեց Գոհարը եւ ես մտքումս դրեցի առաջին նշանը։ Առաջին քարտը խաղարկվեց դեռ տուն չհասցած։ Մեր բնակարանը Երևանի կենտրոնում Կասկադի մոտ ընդարձակ 3 սենյակ պատշգամբով դեպի Արարատի կողմը հանդիպեց Գոհարին թարմ թխվածքի եւ սոճու հոտով։ Ես ամբողջ նախորդ երեկո մաքրել էի ամեն ինչ փայլփնուն, բայց Գոհարը սենյակներով անցավ սանիտարական տեսչության պես, մատը անցկացրեց քիվի վրա եւ հանդիսավոր հայտարարեց փոշու մասին։ Արան այդ պահին արդեն պարկել էր բազմոցին հեռախոսով ձևացնելով, թե ընդհանրապես չի տեսնում, թե ինչ է կատարվում։ Մարիամ, ինչու են ձեր վարագույրները այդքան գունատ եւ ինչու է հատակը տեղ-տեղ ճռճռում։ Հին ժամանակներում տանտիրուհիները տանը հետևում էին ինչպես պետք է։ Գոհարը տեղավորվեց խոհանոցում, պատուհանի մոտ գտնվող աթոռին, որտեղից հարմար էր վերահսկել իմ յուրաքանչյուր շարժումը։ Ընթրիք պատրաստելիս նրա խիստ հայացքի տակ ես զգում էի ինձ որպես փորձարկվող կենդանի։ Յուրաքանչյուր գործողություն մեկնաբանվում եւ քննադատվում էր։ Հավը ես կտրում էի ոչ ճիշտ։ Լոլիկները վերցրել էի ինչ-որ ջրալի, բղբեղները լցրել էի կարծես 3-ի համար, եւ երբ սկսեցի վարունգ կտրել աղցանի համար, լսեցի ծանր հառաչանք հետևիցս։ Իմ հարևանուհի Զարուհիի հարսը պարզապես ոսկի է եւ պատրաստում է այնպես, որ ականջներից չես կարող քաշել, եւ տանը մաքրություն է թանգարանային, իսկ Զարուհիի հետ շփվում է ինչպես իր հարազատ մոր հետ։ Ես կծեցի լեզուս եւ կենտրոնացա բանջարեղեն կտրելու վրա։ Արան դեռևս նստած էր հյուրասենյակում, խուլի տեսքով։ Ընթրիքի ժամանակ Գոհարը շարունակեց համեմատական վերլուծություն Գյումրիի բոլոր հարցների մասին, որից պարզ էր դառնում, որ ես անհույս պարտվում եմ բոլոր հաշիվներով։ Հաջորդ առավոտյան դեկտեմբերի 30-ին ես արթնացա սառնարանի դրան ծպտոցից։ Գոհարը անցկացնում էր մթերքների գույքագրում։ Խոհանոց դուրս գալով տեսա, որ նրա ձեռքում իմ բլոկնոտը, որտեղ գրված էր նոր տարվա ճաշացանկը։ Մարիամ, սա ինչ ճաշացանկ ես գրել։ Որտեղ է խոզի բուդը, որտեղ է խորովածի միսը, որտեղ է տնական տոլման։ Գոհարը վերցրեց գրիչը եւ սկսեց գծել իմ կետերը, փոխարինելով իրերով։
Մամ, ես արդեն գնել եմ արտադրանք այդ ուտեստների համար, փորձեցի ես առարկել, բայց նա ձեռքով արեց կարծես ճանչից ազատվելով։ Հունական աղցան նոր տարվա համար սա ինչ նորաձևություն է։ Հնդկահավդ փոխում ենք բդով, բլինչիկը պարտադիր է, տորթերը առնվազն 3 տեսակի։ Այդ պահին խոհանոց մտավ քնկոտ Արան։ Ես նայեցի նրան հույսով, բայց նա միայն համբուրեց մորը եւ ասաց. «Մամ, դու մեզ մոտ փորձառու ես տոնական սեղանների հարցում, քեզ եմ վստահում»։ Իմ ներսում ամեն ինչ սեղմվեց վիրավորանքից։ Ես դիտում էի, թե ինչպես է սկեսուրը գործնականորեն կտրատում իմ ճաշացանկը, վերածելով հարմարավետ ընտանեկան տոնը խոհարարական մղձավանջի։ Իսկ ամուսինս կանգնած է կողքին, օրինակելի որդու տեսքով։ Լոգարանում ես սառը ջուր լցրի դեմքիս, նայելով հայելու մեջ իմ արտացոլանքին։ Հոգնած դեմք, մարած հայացք, ամուր սեղմված շուրթեր։ Հանեցի հեռախոսը եւ հավաքեցի հայրիկի համարը, պարզապես լսելու նրա հանգիստ ձայնը։ «Մարիամ, ինչ-որ բան պատահել է»։ Հայրիկը միշտ զգում էր իմ տրամադրությունը նույնիսկ հեռախոսով։ «Ոչ հայրիկ, պարզապես տոնին ենք պատրաստվում», փորձեցի ես ուրախ տոնով ասել։ «Եթե ինչ-որ բան լինի, գիտես, ես մոտ եմ»։ Նրա ձայնում հնչում էր այն հայրական ինտոնացիան, որից անմիջապես թեթևանում էի։ Երեկոյան փորձեցի խոսել Արայի հետ, երբ մենակ մնացինք ննջասենյակում։ Գոհարը գնաց իր սերիալը դիտելու, մեզ փոքրիկ ընդմիջում տալով։ «Արա, լսիր, քո մայրը ամբողջ ցուցակը փոխեց, ես ջանք եմ թափել, մտածել եմ արտադրանք եմ գնել», սկսեցի ես, բայց ամուսինս դեմքը խոժորեց, կարծես ատամը ցավում էր։ «Մարիամ, ինչու ես այդքան գրգռվում, մայրս մեր լավն է ուզում, այնպես է անում տոնական սեղանի համար, մի քանի շաքաթ համբերիր, ինչ է դա»։ Նա նույնիսկ չնայեց ինձ, շարունակելով ոլորել հեռախոսի էկրանը։ «Դու նախկինում այլ էիր», դուրս թռավ ինձնից։ Արան վերջապես կտրվեց էկրանից։ «Ինչպես այլ, պետք է մորս ուղարկեմ դեպի դժոխք»։ Ներողություն, որ ես ծնողներիս հարգում եմ, ի տարբերություն որոշների։ Նրա ձայնում հայտնվեցին տհաճ նոտաներ։ Ես լուր դուրս եկա ննջասենյակից։ Տեղավորվելով խոհանոցում թեյի բաժակով, նայում էի պատուհանից դուրս, ձյունապատ Արարատին, եւ մտածում, որ սկեսրոջ յուրաքանչյուր այցի հետ Արան կարծես վերածվում է մեկ ուրիշ մարդու։ Ամուսինս դառնում է մայրական որդի, կարճ շղթայով, իսկ ես սպասարկող անձնակազմ, որը պետք է լուր կատարի հրամանները եւ ուրախանա քննադատությունից։ 31-ի առավոտը սկսվեց ժամը 6-ին։ Պետք է պատրաստել 9 ուտեստ Գոհարի ցուցակով։ Ես շարժվում էի խոհանոցում ավտոպիլոտով, դրեցի եփվելու խոզի ոտքերը խոլոդեցի համար։ Բաղադրատոմսը ստիպված էի գուգլել։ Մաքրում էի բանջարեղեն աղցանների համար, հունցում էի խմոր տորթի համար։ Ժամը 10-ին եկավ Գոհարը, ծաղկավոր խալաթով, ձեռքին սուրճի բաժակ։ Նա տեղավորվեց իր դիտակետում։ «Կարտոֆիլը մեծ ես կտրում։ Ինչու ես վարունգները խանութից վերցրել։ Ես Արային ասել եմ շուկայից բերի»։ Նրա ձայնը փորում էր ուղեղս, մինչ ես մեթոդիկ կերպով կտրում էի բանջարեղենը եւ ավելացնում մայոնեզ, տնականի փոխարեն։ «Գնված քիմիան տոնին չի սազում», շարունակում էր Գոհարը, դիտելով, թե ինչպես եմ բացում պրովանսալը։ «Իմ ժամանակը չկար մայոնեզ, իսկ Զարուհիի հարսը միշտ ժամանակ է գտնում, որովհետև ամեն ինչ նախապես պլանավորում է, այլ ոչ թե վերջին օրը վազում է ինչպես խենթը»։ Արան հայտնվեց կեսօրին, թարմ եւ հանգիստ։ Նայեց խոհանոցին, որտեղ ամենուրեք կաթսաներ էին, համբուրեց մորը եւ հայտարարեց, որ գնում է շամպայնի եւ արժանապատիվ անձեռոցիկների։ Մնալով մենակ սկեսրոջս հետ, ես շարունակեցի պատրաստել, զգալով, թե ինչպես է հոգնածությունը ներծծվում մարմնիս յուրաքանչյուր բջիջ։ Օդքերս ցավում էին անընդհատ կանգնելուց, մեջքս կոտրվում էր թեքվելուց, ականջներումս զնգում էր անվերջանալի դիտողություններից։ Ժամը 16-ին հիմնական ուտեստները պատրաստ էին։ Ես ուղղվեցի մերսելով կոտրված կոտկատեղս եւ նկատեցի, թե ինչպես է Գոհարը փորձում աղցանը հատուկ գտալով։ «Անհամեստացվել», վճռեց նա։ Ներսումս ինչ-որ բան անջատվեց։ Ես աշխատել եմ առավոտյան 6-ից, ամեն ինչ փոխել եմ նրա պահանջներով, ամբողջությամբ նվիրվել եմ, բայց ամեն դեպքում վատ է ստացվել։ Սա մայրիկիս բաղադրատոմսն է, աղցանը միշտ ստացվում է ինչպես պետք է։ Իմ ձայնում հայտնվեց կոշտություն։ «Բայց բոլոր մայրերի մոտ տարբեր մակարդակի խոհանոց է», պատասխանեց Գոհարը ժպիտով եւ ձեռքը տարավ ձկին։ Փորձելով նա ցավագին դեմք արեց։ «Ոյ ոչ, սա ես հաստատ չեմ ուտի, իմ ստամոքսը նուրբ է»։ «Գուցե ձեզ ինչ-որ այլ բան պատրաստեմ», հարցրի ես, վերջին ուժերով պահպանելով հանգստությունը։ «Ախ, կրվում ես հետս, Արա»։ Գոհարը սկսեց բարձրաձայն բողոքել, եւ վայրկյանից հետո խոհանոց ներխուժեց ամուսինս, ձեռքին փաթեթներով։ «Մամ, ինչ է կատարվում»։ Նա գնումները շպրտեց սեղանին, հայացքը մորից տեղափոխելով ինձ վրա։
Քո կինը ինձ վիրավորում է։ Ես պարզապես ասեցի, որ ծուկը փչացած է, իսկ նա ինձ այնպիսի բաներ ասաց, որ նույնիսկ կրկնել չեմ կարող։ Գոհարը խռովեց, չոր աչքերը անձառոցիկով սրբելով։ Մարիամ, ինչ է պատահել։ Արան դարձավ դեպի ինձ, եւ ես նրա աչքերում տեսա զայրույթ։ Ես առաջարկեցի պատրաստել այլ ուտեստ։ Ներսումս բարձրանում էր զայրույթի ալիք։ Լսում ես, թե ինչպես է ինձ հետ խոսում։ Կարծես ես այստեղ օտար եմ, կարծես իրավունք չունեմ ասելու այն ուտելիքի մասին, որ ինձ առաջարկում են։ Սկեսուրս անցավ լացի, ձեռքը սրտին դնելով։ Մարիամ, խնդրիր ներողություն մամայից։ Արայի ձայնը հնչեց որպես հրաման։ Ինչի համար ներողություն խնդրեմ, ուրիշ ուտեստ առաջարկելու համար։ Ես չէի հավատում, որ դա կատարվում է։ Ներողություն խնդրիր, հիմա։ Նա փորում էր ինձ հայացքով, կարծես օտար մարդ էի տեսնում։ Ես չեմ ներողություն խնդրի այն բանի համար, որ չեմ արել, ամուր պատասխանեցի ես, ուղիղ նայելով ամուսնուս աչքերին։ Նրա դեմքը խեղաթյուրվեց, դարձավ կոշտ դիմակ, նման Արային ես չէի տեսել 3 տարվա ամուսնության ընթացքում։ Ուրեմն դուրս արի այստեղից, գնա ննջասենյակ, տոնական սեղանի շուրջ քեզ տեղ չկա։ Բառերը ընկան մեր միջև, ինչպես քարեր, շունչս կտրվեց։ Լսել ես ինչ ասացի, շարժվիր սենյակ, կնստես այնտեղ մինչև չսովորես հարգել մեծերին։ Ես հայացքս տարա Գոհարի վրա եւ նկատեցի նրա դեմքին թռուցիկ հաղթական ժպիտ, որը նա անմիջապես թաքցրեց տարապող գրիմասի հետևում։ Հետո նայեցի ամուսնուս։ Նա կանգնած էր ձեռքերը կրծքին խաչած, քարե դեմքով։ Շրջվելով դուրս եկա խոհանոցից, զգալով, թե ինչպես են օդքերս թուլանում։ Գլխումս մեկ միտք էր զարկում, սա չի կարող լինել։ Սա ինչ-որ անհեթեթություն է, իմ ամուսինը չէր կարող ինձ դուրս շպրտել նոր տարվա սեղանից, որը ես ամբողջ օր պատրաստել եմ։ Ննջասենյակում ես ընկա հատակին, մեջքս դրանը հենելով։ Կոկորդս սեղմում էր մոտեցող արցունքներից, բայց ես չթողեցի, որ հոսեն։ Դա կլիներ պարտության ընդունում։ Դրան հետևից լսվում էին ձայներ, սպասքի զանգեր, հետո միացավ երաժշտություն։ Նրանք սեղան էին գցում։ Ժամանակը ձգվում էր տանջալի դանդաղ։ Ժամը 22:00-ին լսվեցին բաժակների զանգերը։ Առաջին կենացը։ Գոհարը ծիծաղում էր Արայի ինչ-որ կատակի վրա։ Նրանք զվարճանում էին, տոնում էին, մինչ ես նստած էի փակված, ինչպես մեղավոր աշակերտուհի։ Նվաստացումը այրում էր ներսից, խառնվելով վիրավորանքի եւ զայրույթի հետ։ Ժամը 23:00-ին դրան զանգը հնչեց, լսեցի Արայի ձայնը։ Օ, աներս եկավ, եւ ծանոթ քայլեր միջանցքով։ Հայրիկը եկել էր, ինչպես խոստացել էր, նվերներով։ Թաքուն բացելով ննջասենյակի դուռը ես նայեցի միջանցք։ Հայրս կանգնած էր նախասրահում, մեծ պայուսակ ձեռքին, ժպտում էր։ Բայց ժպիտը սահեց նրա դեմքից, երբ տեսավ ինձ տնային հագուստով, աչքերը ուռած զսպված արցունքներից։ Իսկ ինչու իմ դուստրը սեղանի շուրջ չկա, հարցրեց նա, եւ նրա ձայնում հայտնվեց այն ինտոնացիան, որ հիշում էի մանկությունից։ Ես նրան դուրս եմ շպրտել, Արան ասաց մարտահրավերով, նույնիսկ հպարտությամբ։ Նա իմ մորը չի հաճեցրել։ Ճիշտ ես արել, գծգցեց Գոհարը, սեղանի շուրջ նստած, շամփայնի բաժակով։ Պետք է հարցներին տեղը դնել, թե չէ շատ են համարձակվում։ Հայրիկը լուր դրեց նվերների պայուսակը սեղանի վրա, հանեց հեռախոսը եւ հավաքեց համարը։ Բոլորը սառեցին, դիտելով նրան։ Իշխան է անհանգստացնում։ Այո, շնորհավորում եմ առաջիկա տոնը։ Լսիր, հիշում են Սվետլանային, տեղեկացրու նրան, որ բնակարանը կազատվի հունվարի 10-ին։ Այո, նույն 3 սենյականոցը։ Թող սկսի վարձակալներ փնտրել։ Որքան։ Կարծում եմ 235,000-ը նորմալ է այդ շրջանի համար։ Այո, տոնենից հետո կզբաղվենք։ Նա հանգիստ դրեց հեռախոսը գրպանը եւ նայեց Արային, ով կանգնած էր բացված բերանով։ Ինչ եք անում, հազիվ արտասանեց ամուսինս։ Իմ բնակարանը վարձակալության եմ տալիս, հայրիկը ասաց հանգիստ տոնով։ Բնակարանը իմ անունով է գրանցված, եթե մոռացել ես։ Ես այն ձեզ եմ տվել օգտագործման, որպես երիտասարդ ընտանիքի, բայց քանի որ ընտանիք այլևս չկա, բնակարանը վերադառնում է տիրոջը։ Դուք ինչ եք ասում, սա մեր բնակարանն է, մենք այստեղ 3 տարի ենք ապրում։ Արան կարմրեց, ճակատին քրթինք հայտնվեց։ Կարող եմ եւ անում եմ, թղթերը իմ մոտ են, բնակարանը իմն է։ Հունվարի 10-ին ազատեք, այնպես որ իրերը հավաքեք։ Սա անօրինականություն է, դատարան կդիմենք, ճվեց Գոհարը ցատկելով աթոռից։ Դիմեք, դատարանը կհաստատի, որ բնակարանը իմ սեփականությունն է, եւ դուք կարող եք դուրս գալ հիմա կամ տոներից հետո, բայց ոչ ուշ քան 10-ին։
Հայրիկը դարձավ դեպի ինձ, եւ նրա դեմքը փափկացավ։ Մարիամ, հավաքվիր, գնում ենք տուն։ Ես արագ գցեցի պայուսակը ամենաանհրաժեշտը՝ փաստաթղթեր, նոթբուք, մի քանի հագուստ։ Մնացածը հետո կվերցնեմ։ Հայրիկը օգնեց ինձ վերարկուս հագնել, կոչակեց կայծակը, ինչպես մանկության ժամանակ։ Մարիամ, դու իսկապես գնում ես այսպիսի հիմարության պատճառով։ Արան փորձեց բռնել ինձ ձեռքից, բայց հայրիկը փակեց ճանապարհը։ Մի կպիր իմ աղջկան։ Դուք ձեր ընտրությունը արեցիք, երբ նոր տարվա գիշերը նրան դուրս շպրտեցիք սեղանից։ Մենք դուրս եկանք, եւ դուռը փակվեց, կտրելով գոհարի ճիչերը դատարանների եւ անօրինականության մասին։ Վերելակում ես հենվեցի պատին, զգալով տարօրինակ թեթևություն։ Կարծես ուսերից ծանր բեռ էի գցել։ Հայրիկ, դու լուրջ ես բնակարանի հետ, հարցրի ես, երբ նստեցինք նրա հին, բայց հուսալի Շկոդայի մեջ։ Բացարձակապես։ Գիտես, ես ոչ պատահաբար չեմ ձևակերպել նվիրատվությունը։ Ինտուիցիա թե ինչ։ Բայց ինձ քո գոհարը առաջին հանդիպումից դուրս չեկավ։ Որոշեցի ապահովագրվել ամեն դեպքի համար։ Նա գործարկեց շարժիչը, եւ մենք գնացինք գիշերային Երևանով։ Նոր տարին հանդիպեցինք հայրիկիս մոտ։ Նրա փոքր, բայց հարմարավետ բնակարանը դիմավորեց ինձ մանդարինի եւ եղևնու հոտով։ Սեղանին պարզ ուտելիք, երշիկի կտորներ, լոլիկ, վարունգ, տապակած միս։ Բարձրացրինք բաժակները, եւ այդտեղ ինձ պայթեցրեց։ Արդյունքները հոսեցին հոսքով, թեթևացումից, շնորհակալությունից, հոգնածությունից։ Հայրիկը գրկեց ինձ, գլխիս շոյեց, ինչպես փոքրիկիս։ Ամեն ինչ կկարգավորվի, Մարիամ, կտեսնես։ Հեռախոսը թրթռաց։ Հաղորդագրություն, Արայից։ Մաման գնաց հարևանուհու մոտ տոնելու, վերադարձիր նորմալ կխոսենք։ Ես պարզապես անջատեցի ձայնը, չբլոկեցի, թող գրի դատարկության մեջ։ Զգացի հին սենյակումս, որը հայրիկը պահպանել էր անփոփոխ։ Առաջին անգամ մի քանի օրում քնեցի հանգիստ։ Առավոտյան հունվարի 1-ին հեռախոսը ճչում էր։ 27 բաց թողնված Արայից։ Մի կույք հաղորդագրություններ։ Սկզբում համոզում էր վերադառնալ, հետո պահանջում, հետո սպառնում։ Վերջինը քո հայրը հենթացել է։ Ես իմ տանից չեմ դուրս գա։ Տեսնենք, փիլիսոփայորեն նկատեց հայրիկը նախաճաշի ժամանակ։ Տոներից հետո կսկսենք ցուցադրությունները։ Երեկոյան հունվարի 2-ին դրան զանգը հնչեց։ Դռան շեմին կանգնած էր Արան, չսափրված, կնճռոտ շապիկով, կարմիր աչքերով։ Մարիամ, պետք է խոսենք։ Նա փորձեց մտնել, բայց հայրիկը փակեց ճանապարհը։ Խոսեք այստեղ։ Սա իմ եւ կնոջս գործն է։ Նախկին կնոջ, ուղեցի ես դուրս գալով Միջանցք։ Նստեցինք խոհանոցում։ Արան մռայլվում էր ինչ-որ անհեթեթություն, որ գլուխը տաքացել է, մայրը հասցրել է, մի կործանի ընտանիքը հիմարության պատճառով, բայց երբ հարցրի պատրաստ է ասել մորը, որ նա սխալ էր, նա կորցրեց խոսքը։ Մարիամ, բայց նա իմ մայրն է ամեն դեպքում։ Իսկ ես ով էի, կահույք։ Ես վեր կացա սեղանից։ Եթե հիմա չվերադառնաս, ամեն ինչ վերջ է։ Նա նույնպես վեր կացավ, աչքերը ավելի զայրացած։ Ուրեմն վերջ, հանգիստ պատասխանեցի ես։ Արան բռնեց իմ դաստակը։ Դեռ կպարեք։ Ես փաստաբաններ կգտնեմ, կվերցնեմ բնակարանը։ Հայրիկը լուռ մոտեցավ, բացեց նրա մատները։ Դուրս արի, եւ որ քո հոտը այստեղ չլինի։ Հունվարի 5-ին գնացինք բնակարան։ Ես իրերի համար, հայրիկը վարձակալների հետ պայմանագիր ստորագրելու։ Այնինչ տեսանք ստիպեց հայրիկին հանել հեռախոսը եւ սկսել նկարել։ Արան կազմակերպել էր իսկական գործանում։ Ամենուրեք դատարկ շշեր, մոխրակալներ, շպրտված հագուստներ, պատերին մարկերով գրված վիրավորանքներ եւ սպառնալիքներ։ Լվացարանում կեղտոտ սպասքի աշտարակը հոտում էր թթվասեր։ Սա իմ տունն է, դեռ կլացեք։ Գեղեցիկ գրված էր Միջանցքի պատին։ Ննջասենյակից դուրս եկավ Արան, նույն կնճռոտ շապիկով, մշուշոտ հայացքով։ Եկաք, Մարիամ, վերջին շանսը։ Մնա, ամեն ինչ կներեմ։ Մաքրումը կվճարեք ձեր գրպանից։ Հայրիկը մեթոդիկորեն լուսանկարում էր յուրաքանչյուր գրություն, յուրաքանչյուր կոտրվածիր։ Դատարան կդիմեմ, գույքի վնասման համար։ Երեկոյան բնակարանը մաքրեցինք։ Հունվարի 7-ին նոր բնակիչներ մտան, երիտասարդ ընտանիք երեխայով։ Արան այդ ժամանակ արդեն գնացել էր մոր մոտ Գյումրի։ Հունվարի 6-ին զանգահարեց Գոհարը։ Ես չէի ուզում վերցնել, բայց հետաքրքրասիրությունը հաղթեց։ Դու կործանեցիր ընտանիքը։ Քո պատճառով իմ որդին հիմա քնում է ծալովի մահճակալին։ Պատասխան կտաս ամեն ինչի համար, օծ, գոռում էր նա խողովակում։ Ձեր որդին ինքն է ամեն ինչ կործանել, երբ նոր տարվա գիշերը ինձ դուրս շպրտեց սեղանից։ Պատասխանեցի ես եւ անջատեցի։ Հունվարի 10-ին զանգահարեց անծանոթ համար։ Ներկայացան Արայի փաստաբան եւ հայտնեցին բնակարանի սեփականության իրավունքի ճանաչման հայց ներկայացնելու մտադրության մասին։
Փոխանցեք, սպասում ենք դատարանում, հանգիստ պատասխանեց հայրիկը, եւ հիշեցրեք վնասի փոխհատուցման մասին։ Մենք ունենք լուսանկարներ։ Հունվարի 20-ին եկավ դատարանի կանչը։ Դատաքննությունը նշանակվեց փետրվարի 15-ին։ Ես տեղս չէի գտնում, հանկարծ կա որևէ բաց թողնված տեղ, հանկարծ դատարանը կընդունի Արայի կողմը։ Մի վախեցիր, հանգստացնում էր հայրիկը։ Բնակարանը իմ անունով է գրանցված, բոլոր վճարումները իմ հաշվից են։ Նվիրատվություն չի եղել, դեռ նրա ավերածությունը կներկայացնենք։ Սա 100,000-ների վրա կձգվի։ Փետրվարի 15-ը, դատարանի դահլիճը։ Արան նստած է փաստաբանի կողքին Գոհարը, ամբողջովին սև հագած, շուրթերը սեղմած։ Փաստաբանը երկար խոսում է բանավոր պայմանավորվածության մասին, 3 տարվա համատեղ ապրելու, բնատարանը որպես հարսանեկան նվեր։ Գոհարը հանդես է գալիս որպես վկա։ Երդվում է, որ լսել է, թե իմ հայրը խոստացել է բնակարանը երիտասարդներին։ Դատավորը տալիս է կարևոր հարց. կան արդյոք փաստաթղթեր, որոնք հաստատում են սեփականության իրավունքի փոխանցումը։ Փաստաբանը մռայլվում է։ Փաստաթղթեր չկան, բայց կան վկաների ցուցմունքներ։ Հայրիկի փաստաբանը վեր է կենում, դնում է փաստաթղթերի կույտ։ Սեփականության իրավունքի վկայական, կոմունալ վճարումների անդորագրեր, բանկային քաղվածքներ։ Հետո հանում է տպագրված լուսանկարները, ավերածության։ Ձեր պատվավորություն։ Խնդրում ենք նաև դիտարկել հակադարձ հայցը, պատասխանողների կողմից պատճառված վնասի փոխհատուցման մասին։ Ահա գնահատման ակտերը, ահա կլինինգային ընկերության հաշիվները։ Գոհարը ցատկում է տեղից։ Սա խաբեություն է։ Նրանք համաձայնվել են։ Դատավորը մուրճով հարվածում է, կարգ ու կանոն պահանջելով։ Որոշումը արագ է ընդունվում։ Արայի հայցը մերժել, հակադարձ հայցը բավարարել, վերցնել պատասխանողից 152,000 դրամ։ Արան նստած է, հայացքը հատակին խփած։ Նա ոչ միայն բնակարանը կորցրեց, այլև վճարելու է։ Գոհարը շարունակում է գոռալ անարդարության մասին, մինչև որ դատական կարգապահը սպառնում է դուրս հանել դահլիճից։ Մեկ շաբաթ դատարանից հետո ես դուրս էի գալիս խաչմերուկից եւ դեմ առ դեմ բախվեցի Գոհարի հետ։ Նա սպասում էր մուտքի մոտ, ինչ որ թղթապանակով։ Պետք է խոսենք, ասաց նա անսպասելիորեն հանգիստ։ Մեզ խոսելու բան չկա։ Ես պատրաստ եմ ամեն ինչ մոռանալ։ Եկեք պայմանավորվենք։ Նա բացեց թղթապանակը։ Ահա բնակարանի համար 18 միլիոն։ Ես հանեցի հեռախոսս, ցույց տվեցի էկրանը, բացված ոստիկանությունում հետապնդման մասին դիմումով։ Տեսնում եք ամսաթիվը։ Այսօրվա։ Դեռ մեկ զանգ, մեկ հանդիպում, եւ այս դիմումը կգնա տեղի ոստիկանին։ Ես ունեմ ձեր բոլոր զանգերի ձայնագրությունները, հաղորդագրությունների սքրինշոթերը պահպանված են, եւ հիմա էլ գրվում են։ Գոհարը դեմքը փոխեց։ Բնակարանը շուկայում 40 միլիոն արժի, իսկ ձեր որդին իմ հորը պարտք է 152,000 դատարանի որոշմամբ, այնպես որ դուք եք մեզ պարտք։ Նա կանգնած էր բերանը բացած, առանց մեկ բառ ասելու։ Առաջին անգամ մեր ծանոթության օղջ ընթացքում մեծ եւ սարսափելի Գոհարը կորցրեց խոսքի շնորհը։ Ուրախ մնացեք։ Ես շրջանցեցի նրան եւ գնացի տուն։ Նա նույնիսկ չշրջվեց, գիտեր, որ պարտվել է։ Երեկոյան պատմեցի հայրիկին հանդիպման մասին։ Նա ժպտաց. լավ արեցիր։ Ես առաջին անգամ 2 ամսվա ընթացքում իսկապես ծիծաղեցի։ Մարտին գտա բնակարան կենտրոնում։ Վարձակալությունից ստացված գումարները թույլ էին տալիս չշտապել աշխատանքի, հանգիստ կահավորել բնակարանը։ Արան կանոնավոր կերպով փոխանցում էր փոխհատուցումը մաս-մաս։ Հավանաբար մորից էր վերցնում։ Ապրիլին դիմեցի ամուսնալուծության։ Արան չեկավ։ Ամուսնալուծվեցինք բացակայությամբ։ Կանգնած եմ իմ բնակարանի պատուհանի մոտ։ Նայում եմ գարնանային Երևանին։ Զանգում է հեռախոսը։ Հայրիկը կանչում է։ 1 ժամից կլինեմ։ Պատասխանում եմ եւ շփտում։ Մեկ կյանք ավարտվեց, մյուսը սկսվեց, եւ այս կյանքը միայն իմն է եւ ամբողջովին։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, շատ եմ հույս դնում ձեր մեկնաբանությունների եւ լայքերի վրա։ Ձեզ համար սա ընդամենը մեկ ակնթարթ է, իսկ ինձ համար բարձրագույն պարգև եւ շարժառիթ շարունակելու նոր պատմություններ պատմել։